Բարև ձեզ։ Մայիսի 7-ը ռադիոյի օրն է։ Շատերը կարծում են, թե համացանցի դարաշրջանում ռադիոն կորցրել է իր արդիականությունը, բայց դա թյուր կարծիք է։ Ռադիոն շատ լավ հարմարվել եւ ադապտացվել է ժամանակի պահանջներին։ Եվ թեև այսօր ավելի քիչ են գնում ռադիո ընդունիչներ, դա դեռ չի նշանակում, որ մարդիկ չեն լսում ռադիո։ Որտեղ են լսում, ինչ պայմաններում, դա մեր զրույցի թեմաներից մեկը կլինի։ Իսկ այս պահին ռադիոյի օրվա կապակցությամբ այսօր մեր տաղավարում է հեռուստառադիո մեկնաբան, հաղորդավար Տիգրան Հարությունյանը։ Բարև ձեզ, Տիգրան։ Ողջույն Սուսաննա, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն հրավերը ընդունելու, որովհետև գիտեմ որքան կարևոր է ձեզ համար մայիսի 7-ը կրկնակի տոն է։ Միանգամից, չգիտեմ, կարելի էր դա թողնել հետո վերջում, բայց ուզում եմ ասել, որ հենց այդ օրը ռադիոյի օրը Տիգրանի ծննդյան օրն է։ Եվ չնայած ունեք մի քանի մասնագիտություն, կարելի ասել, որ ինչ-որ չափով նաև հենց ծննդյան օրը եւ համընկնումը ռադիոյի օրվա հետ կանխորոշել է ձեր ընտրությունը։ Շնորհակալ եմ անակնկալը եթերում բացելու համար միանգամից, թեև լսարանը, իմ հետևորդները, մեր ռադիո լսողները հավատարիմ գիտեն եւ նույնիսկ մեկ օր առաջ սկսում են արդեն եթերներում շնորհավորել, գրել, ես այն երջանիկներից մեկն եմ, որ իմ գործընկերները ինձ այսպես անուշադրության չեն մատնում եւ թե հեռուստա եւ թե ռադիո եթերներում ամեն տարի ինձ շնորհավորում են, այո, համընկել է այդպես, բայց ինձ համար կյանքում կարելի ասել, որ առաջին տեղում ռադիոն է, այնուամենայնիվ ոչ թե նրա համար, որ ես սկսել եմ հենց ռադիո եթերից առաջին քայլերը, հետո նոր ընդունվել բժշկական համալսարան, հետո նոր ավարտել լրագրության ֆակուլտետը, հետո նոր հայտնվել հեռուստատեսությունում, ուսանողական տարիներին դեր ուրախների հնարամիտների ակումբի ժամանակ բժշկական համալսարանում, չգիտեմ, այդ ամենը գուցեև այդքան կարևոր չէ, ինչքան որ ռադիոն ինձ համար, այդ դու քիչ առաջ քո խոսքում նշեցիր, որ այո, ռադիոն այսօր թեև իջել է, պատից, այն պատի ռադիոն, որ կար խորհրդային միության ժամանակներին, այսօր տեղափոխվել է բջջային հեռախոս, այսօր տեղափոխվել է փոքրիկ FM ընդունիչների մեջ, բայց միևնույնն է թվային դարաշրջանը, ինչքան էլ որ բերել է իր նորամուծությունները, ռադիոն եղել է, կա ու կմնա մեր զրուցակիցը, մեր ընկերը։ Կարելի ասել ինչ որ չափով ինքը հարմարվել է մեզ։ Այո, ես երբեք չեմ մոռանա մեր ունկնդիրներից մեկի խոսքը, երբ տարիներ առաջ ես հիշում եմ այդ ժամանակ, ես մութ ու ցուրտ տարիները պետք է հիշեմ հիմա, երբ որ հոսանքը տալիս էին ժամով, 2-3 ժամ, իսկ ռադիոն աշխատում էր այն ժամանակ ուղիղ եթերում, այն տարիների համար ցուրտ իրավիճակ, մութ, եւ զանգարեց մի ունկնդիր, ասաց դուք իմ ընկերն եք, գիտեք, ես մի պահ խառնվեցի, ասաց ինչպես մեկ ծանոթ ենք, ասաց ոչ, դուք ինձ հետ զրուցում եք, որովհետեւ ռադիոն իմ ընկերն է։ Եվ դա ինձ մոտ տպավորվել է դեռ շատ այսպես վաղ ժամանակներից։ Ում է թե շատ պարզունակ, մտերմիկ, բայց շատ գնահատելի խոսքեր։ Նշեցիր, որ հեռուստատեսությունը նույնպես գրեթե զուգահեռ եկել է քո կյանք եւ խոսել ռադիոյի մարդկանց հետ, ովքեր նաեւ ճաշակել են հեռուստատեսության հմայքը, երևի թե մի քիչ դժվար է, որովհետեւ այդ փորձում են բալանսավորել, ինձ այդպես է թվում, եւ Երևալը եւ չերևալը։ Այնուամենայնիվ ռադիոյի հմայքը հենց քեզ համար ինչու՞մն է։ Ռադիոյի հմայքը ինձ համար իրական էր, երբ կար այդ խորհրդավորությունը, մոգական ուժը, երբ այն ժամանակ չկար համացանց, նույնիսկ չկային CD-ներ, ես այդ ժամանակներից եմ աշխատում, երբ որ հանրապետությունում կար 2 հեռուստաալիք եւ 1 ռադիոալիք։ Այդ տարիներից 89-ից դեկտեմբերի 11-ին լավ հիշում եմ իմ առաջին ռադիո եթերն եղել, բայց ձայնագրված իհարկե, ոչ ուղիղ եթեր, այդ տարիներին, երբ լսում էին ձայնը ռադիոյով, փորձում էին պատկերացնել, ով է նստած միկրոֆոնի առջև։ Եվ հետո նոր արդեն 2-3 տարի անց երբ ես հայտնվեցի հեռուստատեսությունում, Ռոբերտ Բաբկեն-Մավեսակալյանի նոր հեռուստաալիքում, իհարկե դրանից առաջ կար ժամանակ նաև առաջին ալիքում եմ աշխատել, սկսեցին փողոցում ինձ տեսնել, ասել, վայ, այս ռադիո հաղորդավարն է։ Հեռուստատեսությունը օգնեց, որպեսզի ինձ ոչ միայն ձայնով, այլև արտաքինով ճանաչեն։ Այսօր արդեն հետաքրքիր չէ կարելի ասել, միացնում են նաև on-line հարթակում, տեսնում են ով է նստած, ինչ հագուստ է կրում, ինչ տրամադրություն ունի, ինչով է զբաղված, տաղավարում։ Ինձ համար այդ մոգական ուժը կարծես կորցրել է իր արդիականությունը։ Այսինքն այսօր որ ռադիոն ունի նաև տեսապատկեր, ինչպես նաև մեր զրույցը, դա ինչ որտեղ եւ լավ է, եւ ռադիոյի տեսանկյունից երբ դիտարկում ենք, ինչ որտեղ նաև
ռադիոն կորցնում է իր ամբողջական իմաստը։ Ես չեմ ասում վատ բան է, բնականաբար տեխնոլոգիաները այսօր շարժվում են առաջ եւ մենք պետք է բոլորս զանգվածային լրատվամիջոց որպես համընթաց քայլենք, բայց դա այլևս ռադիո չէ 100%-ով։ Կարելի ասել, որ մարդը ռադիո հաղորդավարը սկսում է այդքան չմտածել երանգի մասին, ինտոնացիայի մասին, որտեղ նաեւ ինչ որ բան երևում է, էմոցիան է երևում, միմիկան է երևում, Դու ստիպված ես աշխատել տեսախցիկի հետ, դեռ գիտես on-line հարթակում քեզ դիտում են, ստիպված ես երգերի ժամանակ, երաժշտական դադարների ժամանակ ինչ որ բանով զբաղեցնել, ակնդրին եւ ունկնդրին այս պարագայում եւ առհասարակ հեռուստատեսությունը ինքը ժամանց է, որովհետեւ կա կադր, ինչքան գունեղ, ինչքան գեղեցիկ, այնքան մարդը փորձում է շեղվել եւ իր ժամանց անցկացնել, իսկ ռադիոյի տեսանկյունից դու ունես միայն մեկ գործիք, դա ձայնն է։ Իսկ եղել է որ հենց ձայնով ճանաչեն։ Այո, բազմիցս եւ տաքսի ծառայությունը երբ զանգարում ես եւ նույնիսկ անծանոթի հետ երբ զրուցում ես հեռախոսով, ասում վայ մենք ձեզ ճանաչում ենք։ Սարգիս Նաջարյանն էր 1 տարի առաջ հենց այս օրը մեր հյուրը եւ պատմեց, որ ձուկ գնելիս ճանաչել էին նրան ձայնով եւ հենց ճանաչել էին որոշել էին մի ձուկ էլ նվեր տալ։ Դե Սարգիս Նաջարյանի ձայնը մեր հայկական ռադիոյի այցեքարտերից մեկն է, նրա ձայնը չճանաչել անհնար է ուղղակի։ Նաև բժշկական կրթությանը անդրադառնանք, կարելի ասել, որ համատեղելով եւ բժշկական կրթությունը եւ հաղորդավարի ինչ որտեղ նաև կարելի է չեմ ասում ունկնդրին պացիենտի կարգավիճակում ես ընկալում, բայց մտածում ես, որ ձայնի միջոցով նաև բուժիչ ազդեցություն պետք է լինի։ Բժշկական համալսարանը տալիս է առհասարակ համամարտկային գիտելիքներ։ Դա չես կարող անվանել նեղ ուղղվածության բուհ, որտեղ ավարտեցիր, եթե չաշխատեցիր, ուրեմն այդ գիտելիքը կորավ եւ քեզ պետք չէ։ Դա ամբողջ կյանքի ընթացքում է այդ գիտելիքը օգտագործում քեզ, ինձ համար մասնավորապես, եւ այստեղ եւ հոգեբանությունն է դեր խաղում, եւ մարդուն փորձել հասկանալ նաեւ մեկ այլ տեսանկյունից ինձ շատ է օգնում այն գիտելիքը, որ ես ստացել եմ այդ 7 տարվա ընթացքում։ Իսկ որպես բժիշկ ես չեմ աշխատել, ես անկեղծորեն պիտի ասեմ, որ ես ընդունվել եմ բժշկական համալսարան եւ ավարտել եմ հայրիկիս ցանկությամբ։ Հայրիկս երազում էր, որպեսզի ես բժիշկ աշխատեմ եւ ես լավ հիշում եմ, երբ պարապում էի քիմիա, որպեսզի պատրաստվեմ, ընդունվեմ բժշկական քննությունների էի պատրաստվում, երբ ես թաքուն էի տանից դուրս եկել եւ հասել ռադիոտուն, հաղթելով վիկտորինաներից մեկը եւ ստացա հնարավորություն իմ ձայնադարանով պատրաստել որևէ հեղինակային հաղորդում, ինչը եղավ ինձ համար ճակատագրական եւ ասացին այս հաղորդումը կգնա եթեր դեկտեմբերի 11-ին, երբ առավոտյան ես արթնացա եւ միացրեցի ռադիոընթունիչ այն տարիների FM եւ ասացի, որ FM չէ, միջին ալիքով այն տարիներին, ասացի ես հաղորդում եմ պատրաստել ռադիոյով, կարող եք լսել առավոտյան 8:30-ին։ Ու մնացի այդ օրվանից մինչ այսօր ավելի քան 35 տարի։ Այո։ Իսկ առաջին ուղիղ եթերը հիշում ես։ Ուղիղ եթեր այն տարիներին ընդունված չէր եւ կար գրաքննություն, ուղիղ եթեր նույնիսկ լուրերը ոչ բոլոր թողարկումներն էին եթեր հեռարձակվում, մենք առաջին պիոներներն էինք, ես եւ Կարինե Հալաջյանը, ով նաև ինձ համար ճանապարհ է հարթել հայկական ռադիոյում եւ մենք խնդրեցինք առավոտյան այդ երաժշտական ժամանցային հատված մեզ տրվեց, որպեսզի մենք մտնենք ուղիղ եթեր։ Դա շատ պատասխանատու էր եւ մենք անցնում էինք բազմաթիվ արգելքներով, պատնեշներով, բազմաթիվ թույլտվություններ, միջև որ մեզ թույլատրեցին մենք առավոտյան 8:15 գանք աշխատանքի եւ մտնենք ուղիղ եթեր։ Իսկ ազատ խոսքը վերահսկվում էր, հետո ինչ որ կերպ խմբագրվում էր, թե ինչ գնաց։ Խոսքի սահմանափակումներ մասնավորապես մեզ մոտ հայկական ռադիոյում երբևիցե չի եղել, բայց կար խմբագիր գլխավոր, ով փորձում էր այն տարիների այդ տերմինները երաժշտական հիտ-պարատ, երգերի անվանումները վերնագրել չէ, մեզ ստիպում են թարգմանել ամբողջությամբ հայերեն։ Հիտ շքեր, տենտեղ, բազմաթիվ էին այդ տերմինները, մենք փորձում ենք ներառել այն տարիներին դե չկար համացանց, մենք փորձում ենք ամսագրից թարգմանել, խնդրում էինք ընկերներին, բարեկամներին արտերկրից մեզ համար ձայներից ներբերեին, նորություններ տրամադրեին եւ մեզ ստիպում են, որպեսզի ամեն ինչ լինի 100%-ով հայերեն։ Ամենամեծ վրիպում չասենք, բայց խնդիրը որ ծագել է հենց ուղիղ եթերում, կարող ես մտաբերել։ Ուղիղ եթերը դա մի այլ զգացողություն է,
դու էլ գիտես, մարդը ով սովորում է ուղիղ եթերային ռեժիմի, իր համար շատ դժվար է թեկուս եւ ձայնագրության փորձել, հա, ներկայացնել ինչ-որ մի բան, բազմաթիվ են այդ խնդիրները, բայց երբ ունես լավ գործընկեր, երբ դու ունես նաեւ տարիների աշխատանքի պաշար, փորձ, այդ ամենը քեզ ուղղակի օգնում է, որպեսզի դու շատ արագ կարողանաս այդ իրավիճակից դուրս գալ։ Դու չգիտես այդ պահին ինչ ուղիղ եթերում կասի ռադիոլսողը, ինչ պատասխան կտա, ինչ խոսք Ընդհանրապես կապը, այո, անկանխատեսելի է։ Առանց ուղիղ կապի, առանց այդ ադրենալինի զգացողության ռադիոյում աշխատել ուղղակի անիմաստ կլիներ, եթե մենք միայն աշխատեինք ձայնագրությամբ։ Իսկ ինչ-որ մի դեպք կարող ես մտաբերել, որ Ես տպավորվել է։ մի դեպք, երբ այն տարիներին նաև ունեինք երեկոյան ուղիղ եթեր, երբ հեռուստատեսությունը չէր գործում էր ժամով, բայց մենք աշխատում էինք երեկոյան ժամը 21-ից մինչ կեսգիշեր, մենք պահում էինք երեկոյան այդ եթերը։ Ես եւ Կարինե Հալաջյանը երբ ունկնդիրներից մեկը խնդրել էր որպեսզի գա եւ մասնակցի մեր ուղիղ եթերին ուղղակի նայելու համար, դե մենք շենքում մարդ չկար, դռները բաց էր տաղավարի, մենք աշխատում ենք ուղիղ եթերում, 3 հոգով ենք, մարդ չկար։ Եվ հայտնվեց ունկնդիրը մի կին էր միջին տարիքի, ժպտաց, մենք ձեռքով ցույց տվեցինք, ասենք կարող ես գալ եւ նստել բազմոցներից մեկի վրա։ Մոռանալով որ բազմոցներից մեկի տակ չկա հիմք։ Այնտեղ դատարկ է։ Եվ մենք եթերում խոսում ենք եւ բարձրացնում ենք հայացքը, տեսնում ենք, որ ունկնդրի ոտքերը վեր ինքը այդ բազմոցի մեջ է հայտնվել։ Ինչ որտեղ նաև շատ զավեշտալ է, ինչ որտեղ նաև շատ այսպես, հա, բայց իհարկե փափուկ հատված էր, փափուկ վայրեջք էր, դա տպավորվել էր ինձ մոտ։ Հիշում եմ, երբ ապրիլի 1-ին ես ջանում էի, որպեսզի այդ տարվա ապրիլի 1-ը հումորեն հաղորդում լինի շատ իրական, եւ մենք ասել էինք, որ Մադոննան ունի հայկական արմատներ եւ նա օթանավ այնպես այլ, որ հա եկել է նաև վայրեջք է կատել Երևանում եւ այսօր երեկոյան մարզամերկային համալիրում ելույթ է անելու փոքրիկ թագուհին։ Երբ մարդիկ հավատացել են եւ կարծեմ ես հիշում նույնիսկ արձագանք ստուդիայի զանգարեցին, ասացին, այս մարդիկ ինչու են եկել, հարցնում են Մադոննայի համերգ այսօր ժամը քանիսին է թե ոչ։ Այն տարիներին չգիտեմ, մեկ այլ շնչով էինք մենք աշխատում, դա մի Մարդիկ էլ ավելի դյուրահավատ էին։ Մի ուրիշ մոտիվացիա, այսօրվա օգտագործվելիք բառը, այդ տարիների համար շատ կիրառելի էր։ Բազմաթիվ են իհարկե ուղիղ եթերային կազուսները, խնդիրները, պահի տակ կարող են նաև ինչ-որ բան կախել, համակարգիչը կախել, տեխնիկական, հա, խոսքով օգտագործում են բոլորս էլ, պետք է արագ դուրս գաս իրավիճակից զուգահեռ եւ խոսես եւ գործողություններ աներ։ Մեր պարագայում հիմա մենք բոլորս էլ նաև աշխատում ենք ռեժիսորական վահանակի հետ, այսինքն ձևավորում ենք հաղորդումը, դա եւ երաժշտական ֆոնն է եւ բլումերն են, ամենը արվում է, մենք եւ DJ ենք եւ մեկնաբան ենք եւ հաղորդավար։ Ունիվերսալ մասնագիտություն է ռադիո հաղորդավարի։ Այլակերպ քեզ պարզապես չեն թույլ տա, որպեսզի դու հասնես եթեր։ Իդեպ խուճապ եթերում 1938 թվականին նման դեպք է եղել Միացյալ Նահանգներում աշխարհների պատերազմը ռադիո ներկայացման ժամանակ խոսվել է այլ մոլորակայինների մասին եւ մարդիկ հավատացել են, խուճապի են մատնվել, որ իհարկե չի նշվում դա ապրիլի 1-ին է եղել թե ոչ, բայց իսկապես շատ մեծ խուճապ է տարածվել Միացյալ Նահանգներում, որտեղ եթերից նման միտք է հնչել, պարզվում է, որ պարբերաբար նման մոտեցումներ լինում են։ Ժամանակակից ռադիոյի մասին խոսենք, արդեն նշեցինք, որ ձևաչափը փոխվել է, արդեն ռադիոն կարելի է նաև դիտել, այն որ այսօր առայստական բանականությունը շատ մասնագիտություններին սպառնում է։ Պատկերացնում ես, որ գուցե կարճ ժամանակ կամ ոչ կարճ ժամանակ հետո մեր փոխարեն կնստեն ռոբոտներ եւ կխոսեն, նույնիսկ կկատակեն, տրամադրություն կհաղորդեն, անվրեպ, անսխալ, անհոգի։ Ռոբոտը իր այդպես հա արտաքինով գուցև չհայտնվի մեր աթոռին, բայց որ արդեն որոշ ռադիոկայաններ օգտագործում են արհեստական բանականության ձայն, ըստ տրամադրության, ըստ սերի, ցանկանում ես որպեսզի լինի կանացի ձայն, ցանկանում ես որպեսզի նա լինի ուրախ, չգիտեմ, տեմբրի նաև բոլոր երանգները կարող ես ընտրել, արդեն կիրառում են, արդեն դա կա։ Ինչպես երգերն են հիմա AI-ով ստեղծում, այնպես էլ հիմա արդեն հաղորդավարի ձայնը եթերում կարող ես ունենալ օգտագործելով արհեստական բանականություն, բայց այնտեղ չկա էմոցիա։ Իսկ դա սպառնալիք ես համարում, թե սպառնալիք չեմ համարում, որովհետև նույն AI-ը զարգացում, հա, տեխնիկա։ Ինքս օգտագործում եմ ուղիղ եթերում, նաև տարբեր եւ հեռուստատեսությունում, եւ ռադիոյում AI-ը որպես օգնող գործիք շատ օգտակար է։
Երբեմն մենք փորձում ենք ստեղծել հաղորդում եւ ուզում ենք վերնագիր գտնել, ունենք գաղափարներ, ունենք միջուկ, կորիս, բայց չենք կարողանում ենթադրենք գտնել վերնագիր եւ AI-ը մեզ օգնում է բազմաթիվ տարբերակներ առաջարկում, մենք ընտրում ենք։ Այսօր ցանկացած ինֆո մատի մեկ հպումով, ոչ միայն արդեն Google-ով կարող ես գտնել, այլև AI-ը քեզ կարող է տալ համապարփակ, online-ված ինֆորմացիա, բայց ես ասեմ, որ AI-ը նաեւ սխալվում է։ Ես ինքնուրույն եմ ասում, AI-ը սպառում է, դա նույն դայջեսթն է համացանցի, այսինքն այն ճիշտ ու սխալը, որ կար Վիկիպեդիայում, Google-ում, տեղափոխվել է ընդամենը AI եւ AI-ը այդ ամենը փորձում է զտած մեկ այլ տեսանկյունից ներկայացնել։ Բնականաբար դա մարդ չէ, բանական էակ չէ, որ մարդիկ ասեն, ես զրուցում եմ AI-ի հետ։ Եթե չաթերը պահվում են, AI-ը նույն տրամադրությամբ, նույն ոգով քեզ հետ շարունակում է շփվել այդ թեմայով։ Բայց այ վերջերս առավոտյան ծրագրում մեր մոտ ռադիոյում ես բախվեցի մի իրականության, երբ տոնական օրերից մեկի հետ կապված ինֆորմացիայի փորձում գտնել, այդ օրը իրոք նշվում է այդ օրը, թե ոչ, AI-ը սխալ ինձ ուղու վրա դրեց։ Հետո ես այլ աղբյուրներից բարձեցի, որ այդ օրը այդ տոնը նշում է ոչ թե հենց այդ օրը, այլ մեկ այլ օր։ Դե էլի գալիս ենք այն մտքին, որ առանց մարդու վերահսկողության ամբողջությամբ վստահել AI-ին ոչ միայն հնարավոր չէ, այլ սխալ է։ AI երգը կարող ես մեկ անգամ լսել զուտ ռիթմերի գործիքավորման համար, բայց ոչ ձայնային ելևէջների համար չկա այն անկեղծությունը, այն երանգները, այն քաղցրությունը, որ ի վերջո մարդն է երգում։ Նույնն էլ այս պարագայում, այլևս այդ զրուցակիցը կլինի արհեստական։ Նույնիսկ եթե մի քանի անգամ ես լսում երգը, արդեն սկսում է շատ արագ եւ հեշտ տարբերակել, թեև մարդիկ կան, որ զարմանում են, երբ որ ասում ես սա AI-ի գեներացված երգն է, այլ ոչ թե իրական մարդու կողմից երգված, այդ ժամանակ իսկապես զարմանք է առաջանում, բայց արդեն կարելի է վարժվել եւ հասկանալ, որ մարդ չէ երգում։ Ի վերջո։ Հեռուստատեսություն եւ ռադիո։ Երբևէ եթե լինի ընտրություն, Տիգրան, անկեղծ որը կընտրես։ Անկեղծ կընտրեմ ռադիոն։ Ինչու։ Ասեմ, հեռուստատեսությունը բնականաբար եւ ունի դրական կողմերը եւ բացասական կողմերը, բացասական կողմերից նաեւ որ հեռուստատեսություն չես կարող եմ այսպես նստել երկուսով սեղմել կոճակը եւ զրուցել եւ քո ասելիքը ներկայացնել, բայց հեռուստատեսությունում եթե անում ես պրոյեկտ, ուրեմն դա պետք է լինի մակարդակի վրա եւ պետք է աշխատի մեծ թիմ։ Հեռուստատեսությունը այսօր մեծ գումարներ է պահանջում։ Հեռուստատեսությունը այսօր այն տասնամյակներ առաջվա արկղը չէ, որ պարզապես գունավոր ինչ որ մի պատկեր է եւ մարդը նայում է եւ այդքանով սահմանափակվում է։ Այսօրվա պահանջները շատ ավելին են, քան տարիներ առաջ։ Դրա համար պետք են մեծ ֆինանսներ։ Այն գաղափարները, որ այսօր ես ունեմ, չեմ պատկերացնում, որ այստեղ բացառությամբ մեկ երկու ալիքի հնարավոր է իրագործել։ Անիրական են այդքան։ Այո, որովհետև նորագույն ժամանակակից հեռուստատեսությունը այլ պահանջներ է պահանջում եւ այսօրվա հեռուստադիտողին փորձել զարմացնել ինչ որ բանով, պահել այդ 4 անկյունի հայտ էկրանի առջև YouTube-ի եւ այլ սոցիալական հարթակների բջջային կապի կողքին շատ ավելի բարդ է։ Իդեպ հենց այդ բջջային կապը սոցցանցերը, նույն TikTok-ը, նույն 15 կամ 20 վայրկյանանոց այդ հոլովակները, որին արդեն աչքդ սովոր է ու երբ ավելի երկար է լինում նյութը, կարծես հասկանում ես, որ ոչ թե երրորդ դեմքից խոսենք, մենք էլ չենք նայում շատ անգամ։ Բթացնում են այդ 20 վայրկյանանոց, 30 վայրկյանանոց հոլովակներ եւ դու անվերջ սկրոլ ես անում եւ այդպես փոխում ես, կա բազմազանություն այնտեղ, այլևս քեզ չի ստիպում, որպեսզի դու գնաս նույն YouTube եւ դիտես, ասենք 20 րոպեանոց հաղորդում։ Այլ չենք ասում ավելի երկար։ Այո։ Ընդ որում վերջերս նաեւ մի փաստ արձանագրվեց, որ մարդ առաջ նախկինում նույն սոցցանցերը, երբ որ նոր էր Facebook-ը կամ այլ սոցհարթակները, լրահոսը ուներ վերջ, այսինքն ինչ որտեղ ինքը սպառվում էր, ավարտվում։ Հիմա չկա նման բան։ Կարելի է մինչև լուսաբաց, մինչև ժամանակի զգացումը։ Իհարկե կորցնում ես։ Իսկ նաև հասկանում ենք ընդհանուր այս զրույցից, որ ռադիոն կենթանի օրգանիզմ է։ Նա ապրում է, նա ձևափոխվում է, փորձում է համապատասխանել ժամանակին, ինչպես ժամանակին ասել է հերոսը Մոսկվան արդյունքներին չի հավատում, կլինի միայն հեռուստատեսություն, տարիներ հետո եւ թատրոն չի լինելու, ռադիո բնականաբար չի, ու հասկացանք, որ որքան էլ նա սխալվել։
Հիմա դու մտածում ես, որ ռադիոն անկախ ամեն ինչից միշտ լինելու է։ Այո, մի դեպքում հայկական ռադիոն այս տարի նշում է իր 100-ամյակը, մենք արդեն 100-ամյակ։ 100-ամյակն է այս տարին հոբելյանական է մեր հայկական ռադիոյի համար, մեկ դար, որտեղ պահվում են մեր գանձերը, երաժշտական ձայնային գանձերը, մենք ունենք ոսկե ֆոնդ, որը մեծ մասը արդեն թվայնացվել, եթե չեմ սխալվում 80,000 ժամից ավել ձայնադարան ունի այսօր հայկական ռադիոն, եւ այդ 100 տարիներից 35 պլյուսը իմն է, որովհետև ես եմ աշխատել, ես եմ եթերում իմ խոսքը հնչեցրել, ինձ համար մեծ հպարտություն է աշխատել նման կառույցում, որը ինչպիսին հայկական ռադիոն է, հանրային ռադիոն ներկայումս, այն ձևափոխվել է անվանումները հիմնարկի կազմակերպության, բայց միևնույն է հայկական ռադիոյի անեկդոտները երբեմն երբ այդ մեծ համբավում վայելում եւ Երևանն է խոսում արտահայտությունը, դա ինձ համար հպարտություն է։ Իդեպ հայկական ռադիոյի այն երկրորդ իմաստով, հումորային իմաստով շատ տարբեր հակասական կարծիքների է միշտ բերել, որ դա այստեղ չի ստեղծվում, հայերը չեն ստեղծում։ Դա իրականում մեծ կապ չունի։ Դա այդպես է, բայց կա ժողովածու, որտեղ զետեղված են տարբեր լեզուներով հայկական ռադիոյի անեկդոտները, մենք լայնորեն նաև օգտագործում ենք կավեինի ժամանակ, ուրախների հնարամիտների ակումբում երբ կայինք, երբ տարբեր հարցեր էին տալիս հայկական ռադիոն պատասխանում էր։ Կան գրքեր, կարծեմ շատ չեն, 1-2 ժողովածու կա, որտեղ հայերեն մեր հումորիստները վերցել եւ տպագրել են հայկական ռադիոյի անեկդոտները, այդ պատմությունը շատ այսպես խոր արմատներ ունի խորհրդային միության ժամանակներում, երբ մեր պատվիրակությունը մեկնում է այն ժամանակ, խորհրդային միության ժամանակների Բուլղարիա, մեզ բարեկամ ԽՍՀՄ-ին բարեկամ երկիր եւ այդ հավաքներից մեկի ժամանակ սեղանի շուրջ էր բոլորը ուտում խմում են, այդտեղ սկսում են հումոր անել եւ հենց հայկական ռադիոյի ներկայացուցիչն է փորձում այսպես սեղանի շուրջ հումոր անել եւ այդտեղից հայկական ռադիոյի անեկդոտը այդտեղից է ծնվում։ Բայց հետագա հումորները միթե հայերը չեն ստեղծել։ Կան եւ հայեր եւ այլազգիներ այստեղ։ Բայց վերագրվել է հայկական ռադիոյին։ Դա հաճելի է։ Բայց իրականում, որ ասեմ, ռադիո տան շենքում է ստեղծել, դա սուտ կլինի։ Ռադիոտան շենքում չէ, բայց հենց միայն հայկական ռադիո ասվածը դա արդեն կարծես բրենդային արտահայտություն է, երբ ես մասնակցում եմ Իտալիայում Միլանում անցկացվող Radio City Milano ռադիո փառատոնին համաեվրոպական, երբ իմանում եմ, որ հայերը ունեն 100 տարեկան ռադիո, զարմանում էին, որտեղ եվրոպական իրենց ռադիոները շատ ավելի երիտասարդ էին, քան մենք, դա մի քանի տարի առաջ եմ ասում, երբ ասում ենք այ մոտենում ենք մեր 100-ամյակին, բոլորը զարմանում էին, որ հայերը ունեն 100-ամյա գրեթե այսպես ռադիոկայան, ասում ենք այո։ Բայց ռադիոն ես նաև Եվրոպայում համոզվեցի, որ ռադիոն շատ մեծ տեղ է զբաղեցնում նաև եվրոպացու կյանքում, դա եւ մեքենայի մեջ է, նաև փառատոն էր այնտեղ երրորդյա կազմակերպված, երբ մարդիկ գալիս եւ հանդիպում էին հաղորդավարի հետ բեմում եւ զրուցում էին ժամեր շարունակ բեմահարտակից, անվճար էր մուտքը այնտեղ եւ այդ փառատոնները ավանդական էին, հատկապես իտալացիները, որ շատ մեծ տեղ են տալիս ռադիոյին։ Հետաքրքիր ձևաչափ է, իսկ արդյոք մեզ մոտ նման ձևաչափով միջոցառումներ չեն անցկացվում։ Ես երկար եմ մտածել եւ չեմ պատկերացնում, եթե այսօր կարող եմ միացնել ունկնդիրը նույն, օնլայն հարթակում եւ զրուցարան կա այնտեղ, չաթ կա, չգիտեմ, գուցե եւ գան։ Մենք փորձել ենք այդ գաղափարը իրագործել։ Ոչ մի բան չի փոխարինի։ Դե իտալացիները շատ այսպես խոսող ազգ են, իրենք սիրում են երկար շատ խոսել, նաև եթերում են խոսում։ Մենք չի ասի, որ մենք եթերում խոսող ազգ ենք։ Մենք շատ երաժշտություն ենք հաղորդում, փորձում ենք ինչ-որ բանով շեղել ունկնդրին, բայց այնտեղ գերակշռում է խոսքը իրենց եթերում։ Հենց չխոսելու մասին է ուզում խոսեինք, ասում են եթերում լռությունը կամ պաուզան մահվան հավասար մի բան է, երբ որ երկար է, օրինակ հյուրի կողմից կամ հաղորդավարի կողմից լռության այսպես պահերը ավելի երկար են եթերում, քան կյանքում իրական։ Ինչպես ես դուրս եկել իրավիճակից, կարծում եմ 35 տարվա ընթացքում նման դեպքեր եղել են։ Այստեղ հիշեցի հայկական ռադիոյի անեկդոտներից մեկը, երբ հայկական ռադիոյին հարցնում են ինչու ռադիոն լռեց 1 րոպե, հայկական ռադիոն պատասխանում է այդ ընթացքում մենք հեռարձակում ենք հաղորդում այն մարդկանց համար, ովքեր չունեն լսողություն։ Կես կատակ, կես լուրջ իհարկե։ Երբեմն լռությունը պետք է եթերում, որովհետև այո, եթերը պահանջում է դինամիկ խոսք, եթերը պահանջում է առանց պաուզաների, բայց լինում են պահեր, երբ արդարացված են այդ պաուզաները,
որպես նաև գեղարվեստական խոսքի մասնագետ կարող եմ ասել, ես առիթներ եմ ունեցել ռադիո եթերում տարբեր բնույթի տեքստեր կարդալ, ինֆորմացիաներ ներկայացնել, նաև մի տարի ես հիշում եմ ինձ բախտեր վիճակվել ժամը 19-ին, ապրիլի 24-ին հայտարարել լրության րոպե, ուղիղ եթերում ոչ թե ձայնագրված, այլ ուղիղ եթերում, ժամանակին մենք աշխատում էինք հերթափոխով 6-7 ժամով, եթերային օրը կիսում էր եւ միջ կեսգիշեր եւ առավոտյան նաեւ հերթափոխեր կար, յուրաքանչյուր ժամ պահանջում էր իր տրամադրությունը, յուրաքանչյուր հատված եթերի դու պետք է մեկ այլ տրամադրությամբ, մեկ այլ ուրեմն երանգներով փորձեր մոտ եթերում ներկայանալ եւ միշտ չէ որ պետք է արագ խոսելու մեջ նաեւ բառերը չկորցնել, հնչյունները չկորցնել եւ նաեւ դա լինի ընկալելի։ Գուցե եւ քեզ համար քո ականջի համար այդ բային հաճելի է։ Այդ տակից գնում է ֆոնային երաժշտություն, դու կարծես երգում ես, համընթաց քայլում ես այդ, ֆոնի հետ միասին, բայց այ փորձիր հարցնել ռադիոլսողին, արդյոք քո խոսքը եւ իմաստը տեղ հասավ։ Եվ առհասարակ մեր գործում ռադիոյի դու ել կփաստես, որ եթերը զգալ է պետք, եթե չկա եթերի զգացողություն, անկախ նրանից դու ուղիղ եթերում ես, թե ձայնագրության մեջ ես, դու խոսք ես հնչեցնում, որի համար կրում ես մեծ պատասխանատվություն։ Բայց եթե չզգացիր այդ բանին, ուրեմն դու եթերի մարդ չես։ Եթերի մարդ չես, բայց եթե այդ բանին ուղղակի գալիս ես աշխատանքի։ Բայց միևնույնն է պետք է շարունակես աշխատել, որովհետև չես կարող ասել ես հիմա չեմ զգում եթերը եւ դուրս գաս։ Ինչպես հեռուստաեթերում ուղիղ եթերի ժամանակ հաղորդավարը նաեւ զգում է տեսախցիկի աշխատանքը։ Այո։ Եվ դու զգում ես կադրը մոտեցրեցին, դու հիմա խոշոր պլանում ես, թե դու հիմա ընդհանուր պլանում ես։ Նույնը ռադիոեթերում։ Ռադիոեթերը առավել քան բարդ է, քան հեռուստաեթերը։ Թվում է թե ավելի հեշտ է։ Այո, մարդկանց թվում է դե եկան, տանից արթնացան, նստեցին խոսափողի առաջ, ծիծաղեցին, կատակեցին, ինֆորմացիա կարդացին, ինչ որ բանի հետ, ինչ որ թեմայի շուրջ զրուցեցին, գնացին տուն եւ վերջ։ Բայց ժամ ու կես առավոտյան ուղիղ եթերից հետո ես եւ իմ գործընկերուհին Լուսինեն մենք մեզ զգում ենք սպառված ուղակի։ Բայց ասա որ հաճելի հոգնածություն է։ Հաճելի հոգնածություն է, բայց միևնույն ժամանակ դա գերլարում է եւ ուղեղի, եւ մտքի, եւ ձայնի, ի վերջո բոլորս էլ մարդ ենք, ապրում ենք, ունենում ենք, եւ ոչ այնքան հաճելի պահեր, ի վերջո կենցաղից չես փախչի, բայց դու պարտավոր ես, երբ նստեցիր խոսափողի առաջ, դու պարտավոր ես մոռանալ ամեն ինչ։ Եվ չթելադրել քո տրամադրությունը։ Եվ ամենակարևորը չթելադրել սեփական կարծիքը, չփաթաթել պարանոցին ունկնդրի եւ հակառակը, փորձել ուղղակի զրույցի բռնվել։ Տիգրան, իսկ ռադիոն 3 եւ ռադիոն այսօր եւ ընդհանրապես պետք է ինչ որ ունենա դասերակցական գործառույթ, թե հրամցնի այն ինչ պահանջում է սպառողը, ունկնդիրը։ Այս դեպքում սպառողը վատ իմաստով չեմ օգտագործում, այո։ Իհարկե, ռադիոն եւ սպառման հաղորդումները եւ սպառումը։ Եթե դու թելադրես միայն այն ինչը բարձրաճաշակ է եւ լավ է, այն ինչը որ գիտելիք է հաղորդում, լայնացնում է մտահորիզոնը, դա շատ լավ է, բայց մարդկանց գուցե հետաքրքիր չի։ Արդյոք ստիպված ես համապատասխանել նրանց պահանջարկին։ Այդ առումով եթե վերցնենք, տեսեք, հայկական ռադիոն տարիներ շարունակ քարոզում է լավ երաժշտություն, որակյալ երաժշտություն։ Մենք երբեք չենք վազել նորաձևության ետևից եւ երբեք չենք փորձել հնչեցնել այն կատարումները, որոնք ունեն լայն սպառում ճակերտներում ասած։ Մենք փորձում ենք ներկայացնել այն, ինչը գուցե եւ ինչ որտեղ ստվերում է, բայց արժեք է ներկայացնում։ Նույն հայերենի տեսանկյունից, տեսեք, մեզ ասում են հայկական ռադիոն, մաքուր հայերեն է, այնտեղ խոսքը հնչում ծանր է, մենք գտել ենք ոսկե մեջինը։ Մենք գտել ենք ոսկե մեջինը, միջինը ոչ շատ, այսպես ճռճռան, ականջի համար ինչ որտեղ նաև խորտ, ոչ էլ կենցաղային հայերենով։ Մենք խոսում ենք հայերեն, մենք խոսում ենք մաքուր, իհարկե հայերենը այդ տեսանկյունից կարող ես ամբողջ կյանք եթերում աշխատել եւ միևնույնն է 100%-ով չտիրապետել, բայց մենք բախտավորներից ենք, մեր կողքին աշխատում են հայոց լեզվի մասնագետներ, ռահվիրաներ, մենք սովորում ենք նաեւ մեր գործընկերներից
դա մեզ համար մեծ պատիվ է եւ պատասխանատվություն անկախ նրանից դու քանի տարի ես աշխատում եթերում եւ նույնը միշտ պետք է սովորել միշտ պետք է լսել գործընկերներին եւ այդ կոլեգիալ մոտեցումը տալիս է միայն հաջող արդյունք իսկ կրթադաստիարակչականը իհարկե յուրաքանչյուր զանգվածային լրատվամիջոց Երկինի լսարան, անկախ նրանից դա 10 հոգի լսում 100 թե հազարավորներ, թե 100 հազարավորներ, միևնույնն է դու մարդը լսում ինչ-որ մի բան, մի օգտակար մի բան իր համար վերցնելու համար։ Նույնիսկ ժամանցի մեջ այսօր պետք է լինի օգտակար տար։ Եթե դա բացակայում, ուրեմն մենք անիմաստ ենք աշխատում։ Ես պատրաստել եմ շատ կարճ բլից կապված ռադիոյի օրվա հետ եւ քանի որ մենք նաև լռության մասին խոսեցինք, շատ կարճ հարցեր եւ շատ կարճ պատասխաններ է ենթադրում հարցաշարը, որն ավելի լավ բուժում մարդու հոգին ռադիոն թե բժշկությունը։ Ֆիզիկական տեսանկյունից բժշկությունը, իսկ հոգեվոր, այսպես տեսանկյունի հոգեբանական տեսանկյունից իհարկե ռադիոն։ Մայիսի 7-ը նախ եւ առաջ ծննդյան տոն է թե մասնագիտական։ Ինձ համար մասնագիտական։ Ուղիղ եթեր թե ձայնագրություն, բայց գիտեմ իհարկե ամենատահաճ իրավիճակը եթերում։ Եթերում ինձ համար թաճ իրավիճակներ չեն լինում։ Եթերում ինձ համար լինում են բարդ իրավիճակներ, որոնցից արագ փորձում ես կողմնորոշվել եւ գտնել ոսկե միջինը։ Ամենամեծ քննադատը դուք եք թե մտերիմները։ Ամենամեծ քննադատը հայրս էր, լուսահոգի հայրս, հետո մայրս, ցավոք այսօր որդիս է։ Այսօր որդիս նայում ասում պապես ինչ բան է, այ լավ չէ, դուրս չեկավ։ Եվ լսում եք նա կարծիքը։ Ինչու ոչ, ի վերջո դեռահաս է։ Երիտասարդության շունչը պետք է հասկանալ։ Նաև կարող է օգնել, թելադրել կամ հուշել, թե ինչ են ուզում այսօր երիտասարդները։ Այսօր ես ականջալուր եմ բոլոր տարիքային խմբերի պահանջներին, փորձում նախ տեղեկացված եմ դաշտին, գիտեմ իմ բոլոր գործընկերները ինչով են զբաղված, դիտում եմ, լսում եմ ամեն ինչ եւ փորձում լինել տեղեկացված այդ առումով, նաեւ այդ ամենը տանել իմ աշխատանքի դեպի եթեր։ Ինչն է ավելի բարդ, հարց տալը թե պատասխան սպասելը։ Ինձ համար այսօր շատ բարդ է լինել պատասխանողի դերում, հյուրի դերում, անկեղծ պետք է ասեմ, ինձ շատ են հրավիրում տարբեր եթերներ, բայց քանի որ ես ունեմ իմ հարթակները, թե ռադիոյում, թե հեռուստատեսությունում, ես փորձում եմ ինքնարտահայտվել իմ եթերի շրջանակներում։ Եվ կարծում եմ, որ գուցե հետաքրքիր չէ իմ անձը կամ իմ ինչպես եմ ես ապրում, ինչ եմ անում, որպեսզի գնամ այլ եթերներում փորձեմ պատմել իմ կյանքը, կոպիտ ասած, ես ընդհանրապես կատարում եմ իմ աշխատանքը իմ հարթակներում։ Ավելի քան 35 տարի։ 2050 թվականի ռադիոն ինչպիսին կլինի։ Երևի արդեն կլինի այնպես, որ երևի ակնոցների մեջ կլինի կամ, չգիտեմ, փորձում եմ ֆանտազիային զարկ տալ, բայց կլինի։ Անպայման կլինի ռադիոն, ինչ որ մեկը կխոսի, էլի կասի Երևանն է խոսում կամ այլ ռադիոկայաններից, ռադիոն միշտ կլինի։ Թե ինչ տարբերակով, գուցե եւ արդեն չգտնենք այդ սեղմակ այդ կոճակը, գուցե ինչ որտեղից քայլես արդեն ինֆրակարմիր մարդը մտավ եւ միացավ ռադիոյին, սկսեց ինչ որտեղից խոսել, ինչ որ նման մի բան կլինի, գուցե եւ։ Հիմա հնչում է որպես ֆանտաստիկ ֆիլմի ինչ որ դրվագ, բայց գուցե 50 չէ, այլ ավելի 2000, չգիտեմ, 40 թվականին կամ ավելի շուտ դա լինի։ Բնակարաններում արդեն ներկառուցված լինեն այդ ճառագայթները, այդ լույսերը, հա, կոպիտ ասած, եւ մարդը երբ մտնի, լույսն է, ինչպես լույսն է վառում, այնպես էլ ռադիոն ինչ որտեղից սկսի խոսել։ Կամ ասում ես FM, այսինչ ու ինքը միանում է։ Դա հիմա կարծեմ թե կա արդեն հնարավոր է, հա, կարծեմ Ալիսաների շնորհիվ միանում է։ Այո։ Մենք գուցե ամբողջությամբ չպարզեցինք ինչպիսին կլինի ռադիոն, բայց ամենակարևորը բացահայտեցինք, որ կլինի։ Ես վստահ եմ, որ կլինի ռադիոն։ Տիգրան, շնորհակալություն հրավերը ընդունելու համար, անկեղծ պատասխանների։ Դու մտածեցիր, որ կարող է որպես պատասխանող հետաքրքիր չլինի, բայց ես վստահ եմ մեր ունկնդիրները շատ հետաքրքիր բաներ իմացան քո գործունեության մասին, իմացան նաև թե մտերիմները գիտեին, որ բժշկական կրթություն ունես, այնպես որ յուրաքանչյուր ունկնդրին մոտենում ես նաև ինչ որտեղ ենթագիտակցաբար նաև որպես բժիշկ, թե ձայնի տեսանկյունից, թե նաև խոսքի։ Շնորհակալություն կրկին շնորհավորում եմ երկու կարևոր մասնագիտական տոնի կապակցությամբ եւ ծննդյան օրվա առթիվ եթերներ, հետաքրքիր եթերներ, անխափան
եւ լավ տրամադրություն քեզ եւ մեր բոլոր ունկնդիրներին։ Անչափ շնորհակալ եմ թույլ տուր նաև շնորհավորել քեզ եւ Սպուտնիկ Արմենիա ռադիոկայանի ամբողջ անձնակազմին, ի վերջո ռադիոյի տոնը բոլորի տոնն է, այն մարդկանց, ովքեր նստած խոսափողի առաջ գործ են անում, հանրության համար աշխատանք են կատարում, դա շատ կարեւոր աշխատանք է, ուզում եմ ձեզ մաղթել կանաչ եթե անխափան եթերներ, թող կազուսներ չլինեն, թող միշտ լինի ունկնդրի վերաբերմունքը յուրաքանչյուր հաղորդում, յուրաքանչյուր ռադիոկայան ունի իր լսարանը եւ թող միշտ այդ լսարանը դրական արձագանքի այս կամ այն նախագծին, իհարկե նաեւ չբացառելով առողջ քննադատությունները։ Մենք դրանց միշտ պատրաստ ենք։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ հրավերի համար։ Իսկ կազուսները առանց դրանց չի լինում, դրանով էլ կենթանի է։ Բնական է։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք հեռուստա ռադիո մեկնաբան հաղորդավար Տիգրան Հարությունյանին։ Ձեզ հետ է Սուսաննա Հովհաննիսյանը, մինչ նոր հանդիպում։